Ուրեմն աղոթք սերիայի մեջ ենք եւ վերջին դասը անսասան հոգի։ Անսասան հոգի։ Կկարդամ Հակոբոս առաջի գլուխ 5-ից 8 խոսքերը։ Հակոբոս առաջի 5-ից 8։ Բայց եթե մեկը ձեզանից իմաստության պակասություն ունի, թող խնդրի Աստվածանից, որ ամենքին տալիս է առատությամբ եւ չի նախատում եւ կտրվի նրան։ Միայն թե թող հավատքով խնդրի առանց երկմտելու, որտեղ երկմտողը նման է ծովի հողմակոծված եւ տատանված ալիքին։ Այն մարդը թող չկարծի, որ Տերից մի բան կառնի։ Ուստի երկմիտ մարդը անհաստատ է իր բոլոր ճանապարհներում։ Անսասան հոգի դասի վերնագիր։ Սերներ, մենք խոսում ենք աղոթքի մասին եւ գիտենք, երբ որ Մովսեսը իր ձեռքերը բարձրացրեց աղոթելու, կարող է նա բան չէր խոսում իր աղոթքի ժամանակ, բայց մի բան գիտեր, երբ որ ձեռքերը բարձրացնում էր, հաղթություն էր լինում։ Ու նա անկոտրուն սա շարունակում էր։ Մենք գիտենք այդ պատմությունը։ Անգամ հոգնում էր, եկան իր ձեռքերը բարձրացրեցին, Օվրն ու Ահարոնը չէ, նորից ինքը շարունակեց այս անսասան աղոթքը։ Եվ տեսնում ենք հետո Գույր Բարտողիմեոսի պատմությունն ենք նայում, աղաղակում էր նա, որտեվ ձգտում ուներ, որտեվ սպասում ուներ, պետք է Տիրոջից ստանար։ Անգամ նրան ուզում էին լռեցնեին, բայց նա աղաղակեց այնքան ժամանակ, մինչև որ Տերը եկավ ու նրան բժշկեց։ Ամեն։ Նայում ենք Հայրոսի ժամանակ։ Հայրոսի երեխան մահամերձ էր եւ Հայրոսը գնաց միջև վերջ, հասավ, միջև որ իր երեխայի բժշկությունը ստացավ։ Տեսնում ենք տեռատես կնոջը։ Հույս չկար, հնարավորություն չկար։ Ամբողջ ունեցվածքը վատնել էր, բայց մեկ նպատակ ուներ՝ հպվեմ Տիրոջ։ Ու չնայած ժողովրդի բազմությանը, չնայած անհնարինությանը, չնայած նրան իր մասին ինչ կմտածեն, չնայած նրան, որ իր վիճակը անարգալից վիճակ էր, ամբողջը ճեղքեց, որովհետև նպատակ ուներ՝ հասնելու եմ ուզածիս, հպվելու եմ։ Ու գիտեք, սա աներեր աղոթք է, որ մարդը չի տատանվում։ Ցավոք սրտի այսօր մենք կարող ենք մի երկու բան աղոթել ու վերջացնել ու առավել այլևս չշարունակենք պատերազմելու, բայց մեզ պետք է պատերազմել, մեզ պետք է մարտնչել դրա համար, աներեր լինել, շարունակել աղոթքի մեջ, չհանձնվել աղոթքի մեջ։ Մենք պետք է սովորենք աղոթքի մեջ սպասել։ Այսօր աղոթում ենք, չի կատարում, նահանջում ենք։ Եվ ասում ենք, դե աղոթեմ, եթե Տիրոջ կամքն է, կլինի, եթե չէ, չի լինի։ Մենք սիրելիներ պետք է աղոթենք։ Այնքան ժամանակ միջև որ Տերը մեզ պատասխան տա։ Մենք պետք է աղոթքի մեջ փնտրող լինենք։ Ոչ թե որպես ինչ որ իմաստ, ոչ թե ինչ որ ուղղակի անելիք անենք, այլ մենք աղոթքի մեջ պետք է սպասող լինենք։ Աղոթքի մեջ պետք է պատերազմող լինենք։ Ոչ թե անում եմ նրա համար, որ պետք է անեմ, այլ չէ, Տեր, ես հավատում եմ, որ աղոթքի մեջ դու կարաս պատասխան տաս եւ աղոթքի մեջ կարա անհնարինը հնարավորին դառնա։ Ամեն։ Փառք Տիրոջ դրա համար։ Ու մեզ Աստծուն տեսնել է պետք։ Իսկ ոնց տեսնենք Տիրոջը, եթե ոչ աղոթքով։ Մենք պետք է աղոթքով տեսնենք Տիրոջը։ Իսկ երբ որ մարդ Աստծուն տեսնում է, վախերը հեռանում են սիրելիներ։ Վախը չքվում է միայն նրա համար, որ տեսնում ես Տիրոջը։ Գույր Բարտողիմեոսը շրջակա աշխարհը ինքը չէր տեսնում։ Չգիտեր ինչ է իրեն սպասում, ով է իրեն սպասում, ինչ կլինի իր հետ, բայց նա մի նպատակ ուներ՝ հասնեմ Տիրոջը։ Այնքան պիտի աղաղակեմ, մինչև որ Տերը իմ աղաղակի ձայնը լսի ու ինձ պատասխան տա։ Ամեն, փառք Տիրոջ սրա համար։ Եվ ես կուզեմ, որ մենք սրանում իսկապես համառ լինենք։ Եվ գիտեք, Հիսուսը ասում էր, չեմ թողիլ քեզ եւ երեսից չեմ ձգի։ Եբրայեցիներ 13:5-ն է ասում է, չեմ թողի քեզ եւ երեսից քեզ չեմ գցի։ Սա մի բան է, որ մենք պետք է սրան հավատանք, Աստծո մեջ վախ չկա սիրելիներ։ Եվ Տիրոջ խոսքը ասում է, վախը տանջանքի է ենթակա։ Բայց քանի դեռ մենք հարաբերվում ենք, քանի դեռ հաղորդակցվում ենք Աստծո հետ, մենք տեսնում ենք, որ նրա այդ հաղորդակցության արդյունքում վախը հեռանում է։ 4 կողմդ փոթորիկ են, բայց վախ չկա։ Ինչի՞, որովհետև դու գիտես ում ես հավատացել, որովհետև դու ճանաչում ես նրան։
Դանիել 10:32-ը ասում է իրենց Աստծուն ճանաչող ժողովուրդը կզորանա եւ կգործի։ Իմ սիրելի համարներից մեկն է։ Եթե դու ճանաչում ես, թե ով է քեզ կանչել, դու կզորանաս։ Ինչու՞։ Որովհետեւ դու հասկանում ես, որ քո հույսը նա է։ Որովհետեւ դու հասկանում ես քո զորության աղբյուրը որտեղից է, Դանիել 10:32։ Դու հասկանում ես, որ քո զորության աղբյուրը որտեղից է, նա է։ Քանի որ ես նրան ճանաչում եմ, ուրեմն ես գիտեմ, որ նա կարող է անել։ Տեր, ես իրավիճակում ես չեմ կարող, բայց ես գիտեմ, որ դու կարող ես։ Ոչ իմ ուժով, ոչ իմ զորությունով, այլ քո հոգով, Տեր, դու կարող ես, Տեր։ Քեզ չեմ թողնի եւ քեզ երեսից չեմ գցի, ասում է Տերը։ Հավատում ենք սրան։ Սա Տիրոջ խոսքերն է։ Եվ նահանջը սերներ դա տեսիլքի կորուստ է։ Երբ որ մարդը հետ է նահանջում, դա նշանակում է մարդը իր արժև այլևս բան չունի դրված։ Բայց քանի դեռ մենք մեր արժև ունենք մեր հավատքի առաջնորդին Հիսուս Քրիստոսին, մենք պետք է մեր պատերազմը պատերազմենք, մեր հավատքը պահենք, մեր ավանդը կատարենք, միջև հասնենք այն խոստացյալ բանին, ինչ որ Աստված պատրաստել է իր սիրողների համար, այն փառքի պսակին։ Ամեն։ Եվ այն փաստը, որ Աստված ասել է, ոչինչ անկարելի չի լինի ձեզ համար, միանշանակ ենթադրում է, որ դուք այս հոգևոր կյանքում բախվելու եք տարբեր իրավիճակների։ Խնդիրների ենք բախվելու, անհավանական խնդիրների, բայց Աստծո խոսքը ասում է, ոչինչ անկարելի չի լինելու ձեզ համար։ Եվ այս խոսքի մեջ մենք հասկանում ենք, որ այո, խնդիրներ կլինեն, բայց նրա մեջ աննարին ոչինչ չկա։ Ամեն։ Նրանց համար, ովքեր քայլում են Աստծո հետ, նրանց համար աննարին ոչինչ չկա։ Տերը կարող է ճանապարհ բացել։ Ամեն։ Տերը կարող է ճանապարհ բացել։ Եվ Տիրոջ խոսքը Մատթեոս 11:12-ում ասում է. երկնքի արքայությունը ուժով են առնվում, եւ ուժեղները հափշտակում են նրան։ Մատթեոս 11:12, լսում եք։ Երկնքի արքայությունը ուժով է առնվում։ Ուժ պետք է դնենք, ջանք պետք է դնենք։ Ասում է ջանքի մեջ թուլասիրտ մի եղեք։ Առաքյալն է ասում։ Ասել է մենք պետք է ջանք դնենք, մենք պետք է ուժ դնենք, որտեվ այս աշխարհը ամեն կերպ պիտի անի քեզ որ հիասթափեցնի։ Շրջակա աշխարհը, ինչ որ մենք տեսնում ենք, իրավիճակները, խնդիրները, ուզում եք ձեզ մի բան ասեմ, եթե դուք սպասում եք ավելի լավ պիտի լինի այս աշխարհի վրա, չի լինելու։ Բայց մենք այն մարդիկ ենք, ովքեր մենք այն ձկներն ենք, ովքեր հոսքին հակառակ են հոսում։ Մենք պետք է գնանք նրա հետևից։ Մենք պետք է հակառակ այս հոսքին իմանանք, որ ուժով է առնում երկնքի արքայությունը եւ մենք ավելի ու ավելի պետք է կարճած լինենք նրանից։ Մենք պետք է պատերազմողներ լինենք։ Աղոթքի մեջ պետք է պատերազմողներ լինենք։ Չպիտի հետ նահանջենք։ Հիշում եք Հակոբոսը ինչ արեց, Հակոբը ինչ արեց։ Միջև չորնես չեմ թողնելու։ Պատերազմեց հրեշտակի հետ։ Միջև չորնես չեմ թողնելու։ Պապաս միշտ ասում է, պետք է համառ լինես։ Հավատքի մեջ պետք է համառ լինես։ Բաներ կա, որոնց համար պետք է համառ լինել, պատերազմել, չդադարել դրա համար աղոթելուց ու շարունակես, որպեսզի Տիրոջից պատասխան ստանալ։ Գիտեք, մեկ անգամ Տերը սրտիս հետ խոսեց, առանձնացել է աղոթքի, եւ Տերը սրտիս հետ խոսեց եւ ասեց. դու փորձում ես կարճ ճանապարհներով ստանալ քո պատասխանները, բայց դու ժամանակներ առաջ այդպես չէիր անում։ Ու ես հասկացա Տերը ինչ ասում։ Երբ որ Տերը քո հետ խոսում է, դու հասկանում ես դու ինչի մեջ ես։ Ես գիտեմ, որ աղոթքի մեջ ես օրերով, ժամանակներով աղոթքի մեջ անց էի կասնում, միջև որ Տեր այս հարցի լուծումը տար կամ պատասխան տար իմ խնդիրներին, իմ հարցերին, ինչ որ ես ունեմ, բայց ես արդեն փորձել էի իմ ճանապարհները կարճ ճանապարհներով փորձառու ընկերոջը դիմեմ, ես մյուսի օգնությանը դիմեմ, բայց Տերը ինձ հստակ հանդիմանեց, դու փորձում ես կարճ ճանապարհներով քո պատասխանները ստանալու, բայց աղոթքի մեջ ես հիշում եմ սիրելիներ, ես օրեր եմ անցկացրել ու պատասխաններ եմ ստացել։ Ծոմով, աղոթքով ու Տերը պատասխաններ է տվել։ Եվ այսօր ուզում եմ ինձ ու քեզ քաջալերեմ։ Եկեք աղոթքով պատերազմող լինենք, եկեք աղոթքի մեջ հարատևող լինենք եւ եկեղեցին իսկապես սրանում վերականգնվելու կարիք ունի։ Եկեղեցին վերականգնվելու կարիք ունի, որտեվ մենք նահանջում ենք, massամբ կարծես թե քիչ-քիչ սկսում ենք կորցնել այս ամեն ինչը։ Աղոթքի մեջ հարատևել, աղոթքի մեջ պատասխան ստանալը, մեկ անգամ աղոթում ենք, բավարարվում ենք, բայց չէ, մենք պետք է հարատևենք սրա մեջ։ Պետք է շարունակենք սրա մեջ։ Ու ցավոք սրտի եմ ասում, այսօր մարդիկ կարող ասեն, աղոթեմ, եթե Աստծո կամքն է,
Այս ինչ տեղը գնալու թող ստացվի։ Չէ, թող ստացվելով ինչ է հարցալուծվում։ Բայց մենք պետք է աղոթքի մեջ դեպքեր կա, որ պետք է հստակ Տիրոջից պատասխան ստանանք։ Ոչ թե ուղղակի քայլ անեմ, ստացվեց Աստծո կամքն է, չստացվեց ուրեմն Աստծո կամք չէ։ Տերը մեզ հետ ոչ միայն լսող Աստված է, նա խոսացող Աստված է, սիրներ։ Նա խոսալ գիտի, նա պատասխանել գիտի։ Ու յուրաքանչյուր արթնության պատմության մեջ եկել է, երբ որ մարդիկ տեսիլք են ունեցել ու այս տեսիլքով սկսել են իրենք աղոթելը, սիրելիներ։ Յուրաքանչյուր արթնություն, երբ որ կարդում ես արթնության պատմությունները, տեսնում ես, որ մարդիկ աղոթքով սկսեցին ու Տեր արթնության մեծ խոսք բերեց։ Չգիտեմ ովքեր են լսել Տալինյան արթնությունը Ռումինիայում։ Մեծ արթնություն։ Պատկերացրեք, այդ արթնության մեջ հատուկ փառաբանություն վարող չկար, հատուկ քարոզիչ չկար։ Ուղղակի աղոթում էին այս մարդիկ, աղոթքի այս ներկայության մեջ, բոլոր հարանվանությունները միացել էին։ Մարդիկ այն ժամանակ կոմունիստական ժամանակներում չէին կարող գովազդել, որտեղ եթե գովազդեին բոլորին բանտը կգցեին։ Ուղղակի լուրը այնքան էր տարածվել, որ ասում մարդիկ տարբեր երկրներից, քաղաքներից գալիս էին այդ կայաններում քնում էին, որ առավոտյան գնան արդեն եկեղեցում իրենց տեղը զբաղեցնեն։ Ու Աստված հրաշալի բժշկություններ ու արթնություններ էր անում։ Ինչի՞, որտեղ աղոթում էին այս մարդիկ, որտեղ աղոթքի մեջ հարատևում էին ու պայքարում էին։ Գիտեք, արթնությունը գալիս է այն մարդկանց միջոցով, ում մտածողությունը սահմանափակված չի կրոնավոր մտածողությամբ, ովքեր կրոնով ուղղակի չեն սահմանափակում իրենց մտածողությունը։ Աստված միշտ մեզ համար մեր մտքից ու գաղափարներից ավելի բաներ անում, սիրելիներ։ Դրա համար Սաղմոս 239 Սաղմոսում ասում է՝ ուր գնամ քո երեսից, զարմանում էր Տեր, ուր գնում եմ դու կաս, դու իմ մտքից վեր ես Տեր, դու իմ գաղափարներից վեր ես, դու իմ կարծրատիպերից վեր ես։ Նա ջարդում է մեր կարծրատիպերը, սիրելիներ, ու նույն կարգավիճակում էր, երբ որ Պետրոսը ինքը նոր տեսիլք ստացավ այն նավակի մեջ, երբ որ փոթորիկը կար, չէ, Հիսուսին տեսավ ջրի վրայով գալուց։ Ինքը նոր տեսիլք ստացավ։ Տեր, ես ուզում եմ այս կրոնավոր նավակից դուրս գամ։ Ես չեմ ուզում մյուսների պես այս նավակի մեջ մնալ։ Ես ուզում եմ ես էլ քո պես քայլեմ։ Ուզում եմ քո պես անհնարինը անել։ Այն ինչ որ դու ես անում, Տեր Հիսուս, ես ինքս էլ եմ ուզում անել։ Նոր տեսիլք ստացավ այս մարդը եւ դուրս եկավ իր կրոնավոր նավակից, սիրելիներ, ու քայլեց ջրի վրայով։ Հիսուսի նման։ Հիսուսն էր քայլում, հիմա էլ Պետրոսն է քայլում։ Ես հիշում եմ, երբ որ Շամշադին սկսեցի գնալը, ինձ համար, սիրելիներ, ամեն տեղ տեսնում եմ ինձ ծառայող։ Ասում եմ, ես փառաբանություն անցկացնեմ, նվագեմ, մանկական ծառայություն անեմ, այցելություններ անեմ, քարոզեմ, ամեն ինչ եկեղեցու ներսում ես կարող եմ անել բացի ավետարանչությունից։ Ես ավետարանիչ չեմ, ու ես ինքս ինձ արդարացնում եմ։ Բայց հիշում եմ, Աստված այնպես արեց, որ բոլոր ծառայությունները թողեցի ու արդեն Շամշադինի փողոցներում էի։ Ու ինձ համար Աստված այնքան կարծրատիպեր ինձ համար ջարդեց, այնքան կարծրատիպեր։ Մի բան ասեմ, կարող է չհավատաք։ Ես Շամշադինի այդ ճանապարհին Տիրոջ ներկայությունը այնպես է վերապրում, որ եկեղեցում չեմ վերապրել։ Տերը հատուկ այցելություններ անում, մեկի փրկությունով, մեկի փոփոխությունով։ Հիշում եմ, մի Իսրայել պապի ունեինք։ Իրան երբ որ ասեցինք, որ քո անունը Աստվածաշնչում կա գրված, ինքը շատ աթեիստ մարդ էր։ Ասեցինք, քո անունը գիտես, որ Աստվածաշնչում գրված կա, հետաքրքրվեց։ Ու սկսեցինք իրեն պատմել իր մասին, իր անվան մասին։ Ու այս մարդու կյանքը սկսեց փոխվել։ Իր աչքերը գնալով Կուրանում էր ծերության ոնց որ տարիքում ու հիշում եմ գնում ենք իր աչքերի մեջ փայլ էր եկել, կյանք էր եկել։ Ֆիզիկապես աչքերը կուրացել էր, բայց աչքերի մեջ կյանք էր եկել։ Եվ անգամ երբ որ գնում ենք ինը սկսում էր ինչ-որ ուրիշ բաներից խոսել, ասում էր սուս մնա, թող այս մարդիկ Հիսուսի մասին խոսեն ինձ հետ։ Ու այս մարդու կյանքը փոխվեց։ Մեկի փրկությունը նայելով, սիրելիներ, ես տեսնում եմ Աստված ոնց էր կարծրատիպեր ջարդում, ոնց Տեր դու այս կարգավիճակում էլ կարաս գործես։ Տեր միթե դու այս մարդու մեջ էլ կարաս գործես։ Միթե ես էլ պատկերացրել եմ դու միայն բեմի վրա ես գործում, եկեղեցու ներսում, բայց Տերը եկեղեցուց դուրս Տերը կարծրատիպեր է ջարդում, սիրելիներ։ Նա մեր սահմաններից, մեր մտածելակերպից ավելին է, սիրելիներ։ Նա կարող է ամեն բան փոխել։
Հակոբոս 1:6-8 ասում է միայն թե գրել եք դա։ Միայն թե թող հավատքով խնդրի առանց երկմտելու։ Երկմիտ մարդը անհաստատ է իր բոլոր ճանապարհներում։ Գիտեք, երկմիտ բառը հունարենով նշանակում է հոգի, որ պատրված է աշխարհի եւ հոգեվորի մեջ։ Այսինքն այս մարդը անհաստատ չի։ Չի հասկանում ինքը հոգեվոր է թե աշխարհիկ։ Երկմտում է։ Տեսել եք մարդիկ, ովքեր չեն կողմնորոշվում իրանք որ երկրից են, չեն կողմնորոշվում ում ամուսինն են, չեն կողմնորոշվում տղա են թե աղջիկ են, մարդիկ, ովքեր կյանքում չեն կողմնորոշվում։ Ու Աստծո խոսքը ասում է երկմիտ մարդը ինքը անհաստատ է իր բոլոր ճանապարհներում։ Եվ ցավոք սրտի մարդիկ կան, որ այդպես էլ չեն կողմնորոշվում, որ իրենք Տիրոջինն են ու պետք է հետևեն Տիրոջը։ Տատանումն ու անվստահությունը միշտ կապված են պարտության հետ սիրելիներ։ Երբ որ մենք տատանվում ենք, երբ որ անվստահ ենք մեր քայլերի մեջ, մեր գործերի մեջ, մեր հավատքի գործունեության մեջ, սա միշտ մեզ տանում է պարտության։ 3 տարվա երաշտից հետո, երբ Իսրայելը ծնկի էր բերվել, նորից հայտնվում է Աստծո մարդը։ Մենք գիտենք Եղիայի մասին, Կարմեղոս սարի վրա Բաղի մարգարեները բոլորը հավաքվել են այդ 400 մարգարեները ու Եղիան ասում է եւ կլինի այն Աստվածը, որ կրակով պատասխան կտան, նա է Աստված։ Ու մարգարեն ասում էր, շարունակում էր, ասում էր դադարեք տատանվել, որոշում կայացրեք։ Եթե Աստված է Աստված, ծառայեցեք Աստծուն։ Եթե Բաղն է Աստված, հետևեցեք Բաղին։ Բայց դուք չեք կարող ծառայել նրանց երկուսին։ Դուք չեք կարող ծառայել եւ Աստծուն եւ աշխարհին։ Դուք պետք է որոշում կայացնեք։ Եթե դուք ցանկանում եք դժոխք գնալ, գնացեք դժոխք։ Եթե դուք ցանկանում եք երկինք գնալ, գնացեք երկինք։ Դու չես կարող երկու վայրում լինել։ Կամ Եհովան է Աստված, կամ Բաղն է Աստված։ Սա է մեր կողմնորոշումը։ Մենք պետք է հաստատվենք մեր որոշման մեջ։ Եվ գիտեք, սա միայն խոսքեր չի։ Մեր խոսքերը կարան մեր արարքից տարբեր լինեն։ Մենք պետք է վստահենք սրան։ Մենք պետք է հավատանք, որ միակ ճշմարիտ Աստվածը դա ինքն է։ Ոչ թե երբ որ մեր բազուկով, մեր հարուստ քավորի միջոցով մեր հարցերը լուծում ենք, չի ստացվում, նոր ասում ենք. Տեր, միգուցե դու օգնես։ Այլ ամեն բանի պատասխանը դա ինքն է, սիրելիներ։ Աղոթքի մեջ մենք պետք է անսասան լինենք։ Աղոթքի մեջ մենք պետք է պատերազմող լինենք, սիրելիներ։ Ու գիտեք, մարդիկ եկեղեցու մթնոլորտում շատ ժամանակ ընդունում են իրենց բժշկությունը։ Կամ այստեղ 12 օր հավաքվել ենք, չէ՞, արտնություն է մեզ համար, չէ՞, Աստծո ներկայությունը, առավոտից իրիկու Տիրոջ խոսքի շուրջ, աղոթքի շուրջ, իրար օրհնելով, իրար համար աղոթելով, անընդհատ սրա մեջ։ Այստեղ կարող ես դու Տիրոջից պատասխան ստանալ, բժշկություն ստանալ, բայց հենց այս մթնոլորտից դուրս ես գալիս, գնում ես տուն, մեկ է կասկածները գալիս են։ Արդյոք բժշկվել ես։ Իսկ կարողա չես բժշկվել։ Չէ՞։ Ու հակառակորդ հենց այսպիսի բաներ անում է։ Հենց ինքը գալիս է այս ձև բաներով, ինքը Աստծո խոսքի ամեն խոսքի վրա ինքը հարցական է ավելացնում։ Իսկ արդյոք այդպես է։ Արդյոք Աստված այսպես ասեց։ Արդյոք բժշկվել ես, վստահ ես, որ բժշկվել ես, թե չէ։ Այո, ինչպես Եվային հարցրեց։ Անկախ նրանից գտնվում ենք վերելքի մեջ, թե անկման, հարուստ թե աղքատ, սրտի մեջ, թե տաքության մեջ, մենք պետք է հավատանք ու վստահենք Տիրոջը, այն ինչ որ ինքը ասել է, ոչ թե շրջապատող մեզ իրավիճակները պետք է մեզ թելադրեն, սիրելիներ, այլ մեր աչքերը պետք է նրան նայեն։ Ինչ ես ասում, Տեր։ Ինչ ես ասում, Տեր։ Պողոսը, երբ որ արդեն Փիլիպպեի բանտում փակված էր, ինձ մի բան դուր է գալիս Պողոսի արարքից։ Պարտադիր չէր, որ նա եկեղեցում լիներ, որ փառաբաներ։ Բանտի մեջ էլ նա գիտեր, թե ում է հավատացել, սիրելիներ։ Նա շարունակեց փառաբանել։ Նա շարունակեց փառաբանել։ Բանտը չկարողացավ նրան սահմանափակել, սիրելիներ։ Որտեվ բանտը չի, որ մեզ կարող է սահմանափակել, դա մեր ներքին խնդիրների բանտն է, որ մեզ սահմանափակում է։ Մեր մեղքերն են, որ մեզ բանտի մեջ են գցում։ Բայց այն հոգին, որ Տիրոջ մեջ ազատ է, ամենամեծ դժվարության մեջ էլ նա ինքը ազատ է, սիրելիներ, որտեղ որտեղ Տիրոջ հոգին է, այնտեղ ազատություն է, այդ մարդը կարող է փառաբանել ու շարունակել։ Եվ Պողոսի վկայությունը այսպիսին էր. ես սովորեցի ինչի մեջ որ կամ նրանով
բավարարված լինեմ։ Նա բավարարված էր Հիսուսով։ Նա բավարարված էր Հիսուսով։ Մեկ անգամ մեր սիրելի հովիվներից մեկը ինձ ասեց Վաղինակ ջան, ասեց, ես ամբողջ կյանք ապրել եմ ըստ կարիքի։ Ու զարմացած նայեցի, ասեց, որտեվ իմ կարիքները շատ քիչ են եղել։ Ես բավարարված եմ Քրիստոսով։ Մենք պետք է բավարարված լինենք նրանով։ Տեր, եթե ես քեզ ունեմ, արդեն ամեն ինչ ունեմ։ Իմ ընկերներից մեկը ասում է, եթե Աստված այսքանից հետո ինձ ոչինչ էլ չտա, նա արդեն ամենամեծագույնը տվել է ինձ։ Նա ամենամեծ նվերն է մեզ համար։ Նրան պետք չէին ինչ-որ իրեր սիրելիներ, Պողոսին, նրան պետք չէր հարուստ լինել։ Նա կարիք չուներ, որ իրեն ինչ-որ մեկն ասեր, որքան հզոր է Աստված։ Հիսուսը ամենն էր նրա համար։ Հենց դրա համար էր, որ նա սկսեց չնայելով իր ցավերին, այդ կոճղերի մեջ լինելը, դուք պատկերացնում եք, դա ահավոր մի հատ ցավ էր, երբ որ դուք ինտերնետով նայեք, թե դա ինչ էր նշանակում։ Բայց այս մարդիկ սրան չնայեցին, ուղղակի մի բան նայեցին, իրենց սիրտը, իրենց հոգին ուրիշ բան էր ասում, փառաբանել Տիրոջը, ինչ պայմաններում է լինենք, պետք է փառաբանենք Տիրոջը։ Դրա համար Ամբակում 3-րդ գլուխը ասում է, եթե անգամ թզենին պտուղ չտա, եթե անգամ ամբարներում ոչինչ չլինի, եթե անգամ գոմերում ոչխար չլինի, եթե անգամ այդ գինին չլինի, անգամ եթե ամեն բան լռի, դարձյալ ես պետք է իմ Տեր Աստծով ուրախանամ, ես պետք է նրան փառաբանեմ։ Գիտեք ինչու՞։ Որտեղ այս մարդկանց փառաբանությունը ոչ թե նյութական բաներից էր կախված, այլ այս մարդիկ փառաբանում էին Աստծուն իր Աստված լինելու համար, որտեղ սիրում էին նրան։ Ոչ թե քո ձեռքի տվածի համար, Տեր, այլ նրա համար, որ թե դու ով ես, այ դրա համար ես քեզ պաշտում եմ։ Ու գիտեք, հենց պատմաբաններն էլ ասում են, որ այո, եղել է երկրաշարժ Փիլիպպեում։ Բայց գիտեք, այդ երկրաշարժը ոնց է եղել։ Ամբողջ քաղաքով չի եղել, միայն բանտի տարածքով է եղել։ Եվ իրենց փառաբանությունը դուր եկավ Տիրոջ։ Ու բանտի այդ դարպասները բացվեցին, շղթաները ընկան, որովհետև Տիրոջը դուր է գալիս, երբ որ իր զավակները չեն նայում ոչ մի իրավիճակների, այլ կանգնում են ու հակառակ գնում են ու փառաբանում են։ Երբ Պողոսը կանչում էր, ասում էր՝ «Շիղա արի փառաբանենք Տիրոջը», այդպես է հոգին միշտ հաղթական է լինում, սիրելիներ։ Հոգին, որ շարունակում է դիմակայել չնայած հանգամանքներին, չնայած նրան ինչ են ասում շրջապատող մարդիկ, չնայած նրան ինչպիսի տեսք ունի ամեն ինչ, նա շարունակում է դիմակայել։ Եվ Աստծո խոսքը Դանիելին հնչեց ու ասեց. «Դանիել, Աստծո ցանկալի մարդ, դու լսվել ես առաջին իսկ օրից»։ Տեսեք, Աստված հավանում է այսպիսի մարդկանց։ Դանիելը 21 օր աղոթքի ու ծոմի մեջ էր։ Դու առաջին օրից ես լսվել, բայց նա 21 օր պատերազմեց, նա 21 օր համառ կերպով կանգնեց, իր աղոթքը չդադարեցրեց, մինչև որ Տերը հասավ իրան։ Ամեն։ Մենք պետք է շարունակենք աղոթքի մեջ կանգնելու։ Մեր ճանապարհին կանգնած հսկաները չպետք է մեզ վախեցնեն, սերներ։ Դավիթի առաջ կանգնեց Գողիաթը, բայց այդ հսկան չկարողացավ նրան հաղթահարել։ Ինչու՞։ Որովհետև նա գիտեր ում անունով է կանգնած։ Դու գալիս ես քո զորությունով, քո սրով, բայց ես իմ Տեր Աստծով եմ կանգնում քո առաջ։ Եվ ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Ու նա կանգնեց Աստծո խոսքով, նա կանգնեց վստահելով նրա վրա։ Եվ հենց Գողիաթին հաղթեց Դավիթը, սկսվեց նրա թագավորության շրջանը։ Հաղթեց, ոչ մի հսկաներ չպետք է կանգնեն մեր առջև։ Գիտեք, Թագավորաց գրքում մի պատմություն կա, որտեղ խոսում է մի երիտասարդ մարգարեի մասին։ Այս մարգարեն մեկն էր, ում որ Աստված խոսք տվեց, ասես գնա Հերոբովամի մոտ եւ նրան մարգարեցի, որտեղ Հերոբովամը ասում էր, որ զոհը չպետք է Երուսաղեմ մատուցեք, այլ ինքը նոր զոհասեղան էր կառուցել, եւ այս երիտասարդը գնում է Հերոբովամի մոտ եւ Տերը նրան ասում է, որ ճանապարհին ոչ մի տեղ չմտնես, ոչ մի բան չանես եւ ասում է ուրիշ ճանապարհով հետ կգաս եւ այս երիտասարդը գնում է Հերոբովամի դեմ կանգնում է ու ասում է, որ Աստված այսպես է ասում եւ Հերոբովամը երբ որ ձեռքը մեկնում է չորանում է ու այս երիտասարդը նորից աղոթում է ու նրա ձեռքը վերականգնվում է եւ Հերոբովամը իրեն ուզում է որ գանձեր տալ, ասում անգամ թագավորությանս կեսը քեզ կտամ, բայց այս երիտասարդը ասում է Աստված վկա է, որ ես քո թագավորությունը չեմ ուզում, որտեղ ես Աստծուց այսպիսի պատվեր չունեմ, որտեղ Աստված նրան պատվիրել էր 3-րդ Թագավորաց 13:9-ում,
հաշ չուտես եւ ջուր չխմես եւ այն ճանապարհով ետ չդառնաս, որով գնացիր։ Երրորդ Թագավորաց 13:9 Ու հարստությունը տեսեք չէր կարող այդ մարգարեին տանել նրան, որ ինքը աննազանդություն գործել։ Ոչ մի բան այն ամենից, ինչ թագավորն էր առաջարկում, չէր կարող ստիպել նրան շեղվել Աստծո պատվիրանից։ Նրան անհնար էր, որ գնեին այդ ոսկով կամ հարստությունով։ Բայց տեսեք, երկու երիտասարդներ կային, ովքեր տեսան այս ամեն ինչը ու գնացին իրենց ծեր հորը ասեցին։ Եվ այդ ծեր մարգարեն եկավ իր էշի վրա հեծեց, ու եկավ այդ երիտասարդի հետևից եւ ասեց. ես էլ եմ մարգարե, եւ Տերն էլ ինձ ասեց, որ պետք է գաս իմ տուն։ Հասկանում եք, դժվար է այս ամեն ինչը։ Այս երիտասարդի համար, երբ որ նայում ենք, իսկապես դժվար է։ Ու սատանայի ամենամեծ հնարքը դա գերբնականը կեղծելն է։ Երբ որ ինքը փորձում է գերբնականը կեղծի սիրելներ, ու ծերունին երիտասարդին ասեց. արի գնանք։ Նա զրկվեց իր կյանքից, որովհետև խախտեց Աստծո խոսքը։ Նա տատանվեց իր համոզմունքի մեջ։ Աստված նրան հստակ խոսք էր ասել։ Աստված իր խոսքը նրան ուղղել էր, բայց նա տատանվեց այս ամեն ինչի մեջ։ Եվ արդյունքում այս երիտասարդի կյանքը վերջացավ, առյուծը նրան կերավ, մենք գիտենք այդ պատմությունը։ Բայց մենք պետք է ուշադիր լինենք, որովհետև սատանան ամեն հնար կանելու է, որ ինքը գերբնականով փորձի մեզ խաբել։ Եվ նույնը մենք տեսնում ենք Մովսեսի ժամանակ։ Պողոս ասում էր, բայց եթե մենք էլ կամ երկնքիցը մի հրեշտակ ավետարանի ձեզ նրանից ուրիշ քան թե որ մենք ավետարանեցինք, թող նզովված լինի։ Գաղատացիների 1:8 Ոչ մի իրավիճակ, ոչինչ եւ ոչ ոք, նույնիսկ հրեշտակ երկնքից չի կարող փոխել Աստծո հավիտենական խոսքը։ Հակոբոսն ասում էր, միայն թե թող հավատքով խնդրի առանց երկմտելու։ Առանց երկմտելու պետք է մենք լինենք։ Հաստատուն Աստծո խոսքի վրա հիմնվելով, Աստծո խոսքի վրա հենվելով։ Բայց ցավոք սրտի, Ովսե 4:6 ասում է. իմ ժողովուրդը բնաջինջ եղավ գիտություն տեսիլք չլինելու համար։ Երբ որ ժողովուրդը գիտություն չունի, երբ որ ժողովուրդը իր առջև տեսիլք չունի Աստծո խոսքով, այդ ժամանակ ժողովուրդը կորուստ է ապրում։ Ես ուզում եմ դարի մեծագույն գործող ուժերից մեկի մասին ձեզ ասեմ սիրելիներ, դա կեղծիքն ու սուտն է։ Երբ որ օրիգինալը կեղծվում է, երբ որ օրիգինալը կեղծ մատուցվում է մեզ, եւ արդյունքում մարդը իր գիտությունը կորցնում է, իր տեսիլքը կորցնում է, սուտը երբ որ գալիս է ու մեջ է մտնում։ Եվ ցավոք սրտի այդ սուտը կարող է լուսավոր հրեշտակի կերպարանքով էլ գալ։ Այդ կեղծիքը կարող է լուսավոր հրեշտակի կերպարանքով գալ, բայց մեզ պետք է հաղորդակից լինել նրա հետ։ Մեզ պետք է լույսի մեջ քայլել։ Մեզ պետք է նրա խոսքով մենք մեր ամբարները լցրած լինենք սիրելիներ, որտեվ երբ որ այսպիսի բաներ կլինեն, մենք կարողանանք սրանց դիմակայել։ Եվ հիմա առաջինը մենք տեսանք, որ Աստված իրոք մեծ է, ինքը հզոր է։ Նա հաղթական կարող է գործել։ Եվ այս ամեն ինչի մեջ մենք տեսնում ենք, որ հավատքով է պետք է այս ամեն ինչը առնել։ Հավատքով մենք պետք է Տիրոջ խոսքը վերցնենք ու հավատքով մեր ճանապարհը շարունակենք, որտեղ Եբրայեցիս թղթում ասում է հավատքով Ենովքը, հավատքով Մովսեսը, հավատքով Աբրահամը, հավատքով Սառան։ Սա Աստվածաշնչի սկզբունք է, հավատքով։ Եթե չհավատանք, հավատքը չերևացող բաների ապացույցն է։ Ամեն ինչ չի, որ մենք տեսնում ենք սիրելիներ։ Հիսուսը հատուկ նշանակություն էր հատկացնում հավատքին։ Տեսնենք, երբ որ մարդիկ գալիս են Տիրոջ մոտ, որպեսզի բժշկեր, Տերը ասում էր, քո հավատքը փրկեց քեզ։ Ձեր հավատքի պես թող լինի ձեզ։ Եթե կարող ես հավատալ, այսինքն Տերը հավատքը գնահատում էր, ոչ միայն Տիրոջ հավատքն էր պետք, այլ նաև մարդկանց հավատքն է պետք, մեր հավատքն է պետք։ Եթե կարող ես հավատալ, ամեն բան հնարավոր է հավատացողին, Տիրոջ խոսքն է ասում։ Հավատք, որ Աստված է դնում մեր մեջ։ Մենք գիտենք, որ Տերն է իսկապես բժշկել նրանց, բայց այստեղ գործող սկզբունքն ասում է, այդ քո հավատքն է ապահովում Աստծո օրհնությունները։ Հավատք է պետք դնել այս ամեն ինչի մեջ։ Գիտեք, մենք շատ հեշտ հավատում ենք, որ Աստված ամենակարող է։ Ամեն։ Ինքը ամենակարող է։ Բայց երկրորդ բանում մենք տատանվում ենք, որ ամենակարող Աստված իմ մեջ է։
Նա ոչ միայն ամենակարող է, այլ ամենակարող Աստված նաև իմ մեջ է։ Ամեն։ Այո, Տեր, ես հավատում եմ, որ դու ամենակարող ես, բայց եթե ես պետք է աղոթեմ ինչ-որ մեկի համար հիվանդության համար, այստեղ տատանվում եմ։ Բայց այդ ամենակարող Աստված իմ մեջ բնակվում է ու փառք Տիրոջ սրա համար։ Գիտես, շատերն են հավատում։ Շատերը, այսօր բոլորին ում էլ հարցնես, բոլորը հավատում են Աստծուն։ Սատանան է գիտի, որ Աստված կա։ Աստծո խոսքը ասում է, անգամ դևերն են հավատում նրան, բայց հավատալը ուրիշ բան է սիրներ, միայն հավատալը նրան։ Մենք պետք է հավատանք, որ նա այո ամենակարող է, բայց այդ ամենակարող Աստված իր եկեղեցու մեջ է, իր ժողովրդի մեջ է։ Նա մեր մեջ ամենակարող է։ Սատանան գիտի Աստծո ամենակարողությունը։ Դուք պետք է իմանաք, որ ամենակարող Աստված ձեր մեջ է։ Եվ դրանում էր կայանում Մովսեսի եւ Աստծո բանավեճի էությունը այրվող մորենու մոտ։ Աստված Մովսեսին ասեց, որ քեզ պետք է ուղարկեմ Փարավոնի մոտ եւ հանիր իմ ժողովրդը Իսրայելի որդիների Եգիպտոսից։ Եվ Մովսեսը կարծում էր, որ Աստված կգնա կազատի, բայց ինքը չէր կարողանում ընդունել այն փաստը, որ ինքը պետք է ազատի։ Աստված իրեն էր ուղարկում, որտեղ ամենակարող Աստված նրա մեջ էր։ Այո, Տեր, դու կարող ես ազատել, բայց Աստված այսօր մեզ ասում է գնա ու այդ արա։ Հիշում եք այն պատմությունը պատմեցի, երբ որ Տերը 5000-ին կերակրեց, հետո 7000-ի դեպքը եկավ, առաքյալները սովորել են, չէ՞, որ գնան Տիրոջը մոտենան, ասեն Տեր, ժողովրդին արձակենք, Տերը կասի է սա ինչ ունեք ձեր ձեռքում, տվեք հրաշքը գործեմ, բայց այս ժամանակ Տերը ասեց դուք կերակրեք նրանց։ Տիրոջ հոգին ձեր մեջ է։ Դուք կերակրեք նրանց։ Ամենակարող Աստված մեր մեջ զորավոր է սելներ, եւ սրանում պետք է մեր հավատքը աճի։ Ու երբ մենք գտնում ենք անհուսալի թվացող իրավիճակներում, պետք է կանգնենք գոտեպնդված Աստծո խոսքի ճշմարտությունով։ Քրիստոսի հետ միությունը նշանակում է, որ մենք նրա միտքն ունենք։ Ու Աստծո խոսքը ասում է, Աստծո բաներն են, Աստծո բաները ոչ ով չգիտի, եթե ոչ Աստծո հոգին։ Եվ Աստծո հոգին, որ մեր մեջ բնակվում է, Աստծո բաները սկսում է մեզ փոխանցել, Աստծո միտքն է մեզ փոխանցում, Աստծո խորհուրդներն է մեզ փոխանցում։ Եթե նա բժշկել է հիվանդներին, մենք էլ կարող ենք բժշկել սիրելիներ։ Ահա իշխանություն ինձ տրվեցավ երկնքում եւ երկրում։ Նրա մեջ ամեն իշխանություն կա։ Ամեն իշխանություն ինձ տրվեցավ, Հիսուսն էր ասում։ Այդ զորությունը նրան չտրվեց որպես Աստված, նա կարիք չուներ այդ որպես Աստված այդ զորությունը առնելու։ Նա ինքը ամենակարող էր, բայց որպես մարդ նա ասում է այդ իշխանությունը ինձ տրվեց։ Եվ եթե այդ իշխանությունը նրան տրվեց, ուրեմն նշանակում է նրա մարմնին էլ է տրվել այս զորությունը, այդ իշխանությունը։ Ու ես ու դու որպես նրա մարմնի անդամներ, որպես նրա տաճար, որպես եկեղեցի սերներ, այդ նույն իշխանությունը իմ ու քո մեջ դրված է։ Այդ նույն զորությունը իմ ու քո մեջ դրված է։ Այդ նույն գեներատորը իմ ու քո մեջ դրված է։ Գալիս են Կատրին Կուլմանին ասում են, ինչպես է լինում, որ քո ծառայությունը այդքան հաջողված է, մեծ այդպիսի արթնություն է լինում, բժշկություններ են լինում, հրաշքներ են լինում։ Լրագրողներն են հարցնում, ասում են եկեք գնանք ներքևի սենյակում ձեզ ցույց տամ։ Որ որ գնում են մտածում են, թե ինչ որ կախարդական կամ չգիտեմ ինչ որ մի բան, ասում են, այնտեղ գեներատոր ունեմ, եկեք գնանք ձեզ ցույց տամ։ Ու տանում է ցույց, հա տալիս որ տարեց մարդիկ այնտեղ բարեխոսական աղոթք են անում։ Մեծ ուժ կա մեր մեջ սերներ։ Աստծո զորությունը մեր մեջ դրված է ու փառք Տիրոջ սրա համար։ Հավատանք թե չհավատանք սրան, Աստծո զորությունը մեր մեջ դրված է, բայց երբ որ մենք սա հավատքով ընդունում ենք սերներ, սա հավատքով էլ գործում է մեր կյանքերի մեջ։ Ու Քրիստոսի մեջ մենք պետք է աճ ունենանք, որտեղ այս աճի արդյունքում մենք տեսնում ենք, որ սկսում է այդ հավատքը մեր մեջ բարձրանալ, ու այս աճի արդյունքում ողջակեզ է լինում, ու տեսնում ենք, որ մենք փոքրանում ենք, ոնց որ Հովհաննես Մկրտիչն ասում, ու նա բարձրանում է, նա աճում է մեր կյանքի մեջ։ Հավատքով ենք իմանում, որ աշխարհներն Աստծո խոսքով հաստատվեցան։ Մենք հավատքով ենք այս բաներին նայում։ Աներևույթ բաներ են կատարում, բայց մենք հավատքով ենք այս ամեն ինչը ընդունում։ Ու ցավոք սրտի, շատերի համար նյութական աշխարհն ավելի իրական է, քան հոգևորը։ Շատերի համար այն ինչ որ շոշափելի է, այն ինչ որ տեսանելի է, ավելի իրական է, քան հոգևոր աշխարհը։ Բայց մենք հոգևոր մարդիկ ենք։ Մենք քրիստոնյաներ ենք, մենք հոգով ենք շարժում սիրելիներ։
Եվ մենք պետք է հավատանք, մենք պետք է հոգով շարժվենք։ Ու այսօր շատերը իրենց աստվածաբանությունը անգամ կառուցում են հացերի եւ ձկների վրա կոչ անելով մարդկանց հետևել Հիսուսին շահի համար։ Ես գիտեմ, որ եթե դու տաս Աստված, ես էլ քեզ կտամ։ Բայց սա չպիտի պատճառ հանդիսանա, որ մենք սրա համար գնանք Աստծո առաջ։ Եվ դրա համար Հիսուսը ասում էր. ճշմարիտ ասում եմ ձեզ, դուք չեք հետևում ինձ, որ հրաշքները տեսաք, այլ որովհետև հաց կերաք։ Ու շատերը գնում են Տիրոջից, որպեսզի ստանան, բայց մենք պետք է հետևենք նրան, նրա Աստված լինելու համար, որովհետև մենք սիրում ենք նրան, ուզում ենք նրա հետ քայլել։ Երբ նա հացով կերակրեց 5000 մարդու, այնտեղ մարդկանց բազմություն կար, ում դուր էին գալիս այդ ամեն ինչը, որովհետև նրանք կերակրվում էին, մթնոլորտը լավն էր, ջերմ էր, օրհնյալ էր, Տերը հրաշքներ էր անում, նշաններ էր անում, բժշկություններ էր անում, բայց հենց Տեր Հիսուսը ասեց, եթե մարդու որդու մարմինը չուտեք եւ նրա արյունը չխմեք, կյանք չունեք ձեր անձերում, ամբողջը սկսեց նվազել, սկսեց քիչանալ։ Ու այդ նույն բանը ճշմարիտ է նաեւ այսօր։ Մեր հավատքն ու որոնումները ուղղված են նյութականին, մենք ենթակա ենք հանգամանքներին, բայց Աստված դա մարմնավոր է անվանում սիրներ, ու մենք կարիք ունենք, որ այս շոշափելի տեսանելի բաներից տեղափոխվենք ուղղակի դեպի հավատքի ուղղությամբ։ Այո, Տեր, ես հավատում եմ։ Գիտեք, եղել է դեպքեր, որ ասել եմ, Տեր, օգնիր իմ անհավատությանը։ Ուզում եմ հավատամ, բայց ուժ չունեմ, որ հավատամ։ Օգնիր իմ անհավատությանը։ Հավատք բարձրացրի իմ մեջ։ Եվ գիտեք, Աստծո խոսքը ասում է, Աստծո հավատք ունեցեք։ Հավատք էլ կա, հավատք էլ։ Մենք ունենում ենք մեր սեփական հավատք ու մեր սեփական հավատքից մենք հիասթափվում ենք։ Դրա համար Աստծո խոսքը ասում է, Աստծո հավատքն ունեցեք։ Իսկ Աստծո հավատքը ինքը անսասան է։ Աստծո հավատքը ինքը չի երկմտում։ Մենք պետք է Աստծո հավատքով շարժվենք։ Ղուկաս ավետարան 21-26-ում ասում է, որտեղ մարդկանց սրտերը կնվաղեն վախից եւ այն բաների սпасելուցը, որ բոլոր աշխարհի վրա պիտի գա։ Այսինքն գիտեք, որ մարդկանց համար է, ովքեր այս աշխարհից կառչած են, ովքեր այս նյութական ու շոշափելի բաներից կպած են, Ղուկաս ավետարան 21-26, ու նրանք տկարանում են այս ճանապարհին։ Եվ գիտեք չէ, ինչ էր կատարում, երբ որ առաքյալները նավակի մեջ էին ու փոթորիկը փոթորկել էր։ Տատանվում էր, չէ, այդ ալիքները տալիս էր։ Ջուրը այս մի կողմից էր տալիս, այս մյուս կողմից էր տալիս, խնդիրները դեր ելք չենք տեսնում։ Նրանք փորձառու ձկնորսներ են, նրանք հասկանում են, որ այս սրա արդյունքում իրենք կկորսվեն։ Բայց մի բան կա, կարևոր է Հիսուսը նավակի մեջ։ Նրանք տեսնում էին իրենց կորուստը, բայց Տեր Հիսուսը տեսնում էր փրկությունը, որտեղ Տեր Հիսուսը այդ նավակի մեջ էր։ Որտեղ Աստված մեզ չտվեց երկչոտության հոգի, այլ զորության եւ սիրո եւ զգաստության հոգի։ Վախը սերներ դա մարմնավոր է եւ պարտության պատճառ է եւ տանում է, որ մենք նայենք տեսանելի իրավիճակներին եւ այս տեսանելի իրավիճակներից մենք հիասթափվենք ու ընկնենք, բայց մենք պետք է հավատքով շարժվենք եւ վախին տեղ չտանք, որտեղ վախը մեր մեջ տեղ չունի։ Ես անհանգստանալու բան չունեմ, դու անհանգստանալու բան չունես, ինչ առումով, որտեղ գիտենք ու մենք հավատացել։ Մեր հավատքի հույսը նա է։ Գիտեք, երբ որ Գեհեզին նույն ձև ինքը ասենց խուճապի մեջ էր մատնվել, երբ որ Սիրիայի զորքը եկել էր ու շրջապատել էր Եղիսեի տան մոտ, բայց Եղիսեն ինքը հանգիստ կանգնած էր։ Գեհեզին խուճապի էր մատնվել, «Օ Տեր իմ, զորքը եկել է, ինչ անենք, փախչենք, ոնց խույս տանք իրենցից»։ Տեր աշկերը բացիր Գեհեզի, եւ Գեհեզին նայեց ու տեսավ իրենց հետևին երկնային մեծ զորք էր կանգնած, բազմություն էր կանգնած։ Տերը գիտի իր զավակներին պահել սիրներ։ Տերը գիտի իր զավակներին պահել։ Եվ մենք չպետք է անհանգստանանք, այլ վստահենք Տիրոջը։ Աշակերտները տեսան փոթորիկն ու տագնապեցին, Հիսուսը տեսնում էր Աստծուն ու ինքը քնած էր։ 260 հոգի, երբ որ Պողոսին տեղափոխում էին ու նավակոծություն եղավ, բոլորը խուճապի մեջ էին, բոլորը կարծում էին, որ խորտակվել են, բայց Պողոսին Տերը խոսք էր տվել, ասել ոչ ոք չի կորսվելու։ Նա ում հույսը Տերն է, նրանց Տերը պատասխանել գիտի սիրելիներ։ Նրանց Տերը պատասխանել գիտի։ Նա ովի մեջ է ավելի մեծ է նրանից, որ աշխարհում է։ Ամեն։ Երբ որ հիշում եմ մի քանի տարի առաջ մի անձնավորության ծառայեցին կնոջս հետ եւ Տերը ողորմություն արավ, որ կարողացանք իրեն այդ վատ ճանապարհից հետ դարձնենք
Ու երբ որ դե գիտես, երբ որ դու հոգևոր շրջապատում ես, միջավայրում ես, անդադ քեզ թվում է, որ ինչ որ չարիքներ կան, վատ բաներ կան, որ այդքան էլ չկա, որովհետև քո միջավայրը հոգևոր շրջանակներում է։ Երբ որ ես իմացա ինչեր է կատարում երիտասարդության շրջանակներում, տագնապ եկավ իմ մեջ։ Ասում լավ Տեր իմ Աստված։ Բա մի քանի տարի հետո երբ որ իմ երեխաները մեծանան, իրենց ժամանակահատվածում ինչեր է լինելու։ Չէի պատկերացնում, որ այդ ամեն ինչը հասել է դեպի Հայաստան, մանավանդ հասել է Վանաձոր, ու աղոթում էի, ասում էի Տեր իմ Աստված, ինչ է այս ամեն ինչ։ Ու Տերը սրտիս հետ խոսեց։ Ասում է ինչ անեմ Տեր, ես իմ երեխաներին ոնց անեմ, ոնց այս ամեն ինչից փախցնեմ, ոնց այս հարցերի լուծում տամ, ու Տերը սրտիս հետ խոսեց, ասեց քո աղոթք կարող է ներկայի ու ապագայի մեջ կամուրջ գցել։ Կարող է հարցեր լուծել։ Քո աղոթքը շատ բազում տեղեր սելներ, մենք անզոր ենք ինչ-որ բաներ անելու, բայց աղոթքը զորավոր գործիք է սելներ, որ մենք կարող ենք սրանով ուղղակի առաջ գնալ, մենք սրանով կարող ենք գործել։ Ինչ է անում Հիսուսը։ Ինքն էլ էր աղոթքի մեջ անցկացնում օրեր, ինքն էլ էր ժամեր անցկացնում։ Մենք տեսնում ենք մի քաղաք, որի հիմնադիրը, կառուցողն ու ճարտարապետը Աստված է։ Մենք պետք է տեսնենք անտեսանելին սիրելներ։ Հիշում եմ կյանքից մեջ, այս վկայությունն էլ տամ ու վերջացնեմ։ Կյանքից մեջ մեծագույն դժվարությունն ու խնդիրը, որ ունեցա, ինձ շատ լուրջ սպառնալիք արեցին, շատ մեծ դժվարության առաջ էի կանգնած ու կարճ ժամանակ է ինձ տվել, որ ես պետք է պատասխան տամ ու չգիտեի ինչ անեմ։ Որոշեցի, որ պետք է հաջորդ օրը աղոթք ու ծոմ վերցնեմ, որտեվ պատասխան չունեի, չէի ուզում ինչ-որ այլ միջոցների դիմեմ այս հարցերին լուծում տալու, ուղղակի ասեցի պետք է աղոթեմ Տեր, թե դու մի բան արեցիր։ Ու հիշում եմ, երբ որ առավոտից սկսեցի աղոթք ու ծոմ վերցնել, առանձնացած իմ սենյակում աղոթում էի, սիրելիներ, այնքան արագ Տերը պատասխան տվեց։ Ցերեկվա ժամը 12-ն էր ու հոգուս մեջ զգացի, որ Տերը ինձ ասեց քո աղոթքին պատասխանել եմ։ Տեսանելի չէի տեսնում, շոշափելի չկար այդ ամեն ինչը, բայց հավատք էր Տերը մեջս դրել, իր հավատքն էր դրել, քո աղոթքին պատասխան է եղել։ Չեք պատկերացնի այդ հարցը ինչ լավ լուծում ստացավ, հրաշալի լուծում, Աստված միտք տվեց, Աստված խոսք դրեց շուրթերիս, ու այդ հարցը շատ հարթ վերջնականապես լուծվեց։ Աղոթքը, համառ լինելը, պատերազմելը, սիրելիներ, սա պետք է լինի։ Մենք չպետք է տեսանելիով ապրենք, մենք պետք է անտեսանելիով ապրենք, մենք հոգևորներ ենք, մենք այս երկրից չենք, մենք աներևույթին ենք հավատում, մենք հավատում ենք նրան, ով կարող է անհնարինը հնարավորին դարձնել, եւ ոչ միայն նա անհնարինը հնարավորին դարձնող Աստված է, այլ այդ անհնարինը հնարավորին դարձնող Աստվածը իմ ու քո մեջ է ապրում։ Ամեն։ Նա մեր մեջ է ապրում, սիրելիներ։ Չթողնեք, այս կյանքը ամեն բան անելու է, որ իմ ու քո հոգին ճնշի, որ իմ ու քո հավատքը մարի, որ իմ ու քո մեջի կրակը հանգչի, սիրելիներ, բայց մենք պետք է համառ կերպով կանգնենք, պատերազմեք, ծնողներ, պատերազմեք ձեր երեխաների համար։ Ուզում եմ այսօր կոչ անել ծնողներին մանավանդ։ Սրտից մեջ դրվեց ուղղակի։ Դուք չգիտեք ձեր երեխաները ինչով են անցնում։ Քուրս ինձ ասում է, երբ որ փոքր էինք ու մեր ծնողները մեզ ասում էին, երանի ձեզ, որ մեր տարիքում չեք տեսնում այն դժվարությունները, որ մենք ենք տեսնում։ Ասում եմ, այնքան է իմ ներսում ես տանջվում, որտեվ ինձ համար էլ իմ դժվարությունները, իմ խնդիրներն էլ էին մեծ։ Մենք երբեմն մեր խնդիրներով ենք չափում մեր երեխաների խնդիրը չհասկանալով, որ նրանց խնդիրն ինչքան մեծ է իրենց համար։ Բայց ուզում եմ ձեզ ասել, ծնողներ, մի դադարեք պատերազմել ձեր երեխաների համար։ Համառությամբ շարունակեք ձեր պատերազմը, ձեր աղոթքը։ Զավակներ ձեր ծնողների համար, կանայք ամուսինների համար, ամուսիններ կանանց համար, աղոթքեք, աղոթքով կանգնեք ձեր երկրի համար, ձեր եկեղեցու համար, որտեղ մենք չգիտենք աներևույթ աշխարհում ինչեր են կատարում, սիրելիներ։ Երբեմն տեսնում ենք եկեղեցին տկարացել է, հեշտ է մեղադրելը, բայց եկեք աղոթքով կանգնենք, համառ կերպով պատերազմենք։ Ամեն։ Փառք Տիրոջ սրա համար, աներևույթ բաներին նայելով, հավատալով, որ ամենակարող Աստված ամենակարող է մեր մեջ, ու լինենք աներեր, չերկմտենք, հաստատ կանգնենք Աստծո խոսքի վրա եւ ասենք. իմ հույսը դու ես, Տեր, իմ ապավենը դու ես։ Ամեն։ Փառք Տիրոջ սրա համար, աղոթենք։